Նրանտապանում հյուրընկալել եմ ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Գևորգ Սաֆարյանին, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մեր հարցազրույցը պետք է սկսենք ներքաղաքական իրավիճակից, ներհայաստանյան իրավիճակից, բայց ես ուզում եմ մենք մի փոքր ավելի հեռու գնանք։ 2018 թվականից փաստացի նոր իշխանություններ եւ եկեղեցու հոգևոր դաս չեն կարողանում գտնել հաշտության եզրել։ Արճակատումը օրեցօր խորացավ, բայց ասել, որ եկեղեցու վերնախավը ամբասիր է եւ նույնը ասել պետության ներկայիս ղեկավարության մասին մենք չենք կարող ասել։ Երկու կողմերն էլ իրենց ներկայացուցիչներով ունեն իրենց խնդիրները, ունեն իրենց մեղքերը, ունեն իրենց սխալները։ Հիմա փորձենք հասկանալ, ինչու չեն կարողանում այս մարդիկ գտնել հաշտության եզրեր։ Ես չեմ համաձայնի ձեր պնդման հետ, որ դա տեղի ունենում 2018 թվականից։ Հիշեցնեմ, որ 18 թվականից հետո անգամ մի խումբ մարդիկ, քաղաքացիներ ընդվզեցին Գարեգին Բ-ի ուրեմն հոգևոր իշխանության դեմ, եւ սա կանխվեց Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նա մտավ ուղիղ եթեր եւ ասաց, որ ինքը չի խառնվելու եկեղեցու գործերին եւ կառավարությունը դրա իրավունքը չունի։ Ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը մի լուսանկար հրապարակեց կաթողիկոսի հետ միասին, որտեղ գրեց, որ սա դարակազմիկ լուսանկար է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ պաշտպանեց Գարեգին Բ-ին, որպեսզի նա մնա հոգևոր իշխանության։ Այսինքն սա շատ կարևոր էլեմենտ է, որովհետև այսօր եկեղեցու նկատմամբ հարձակման ջատագովները խոսում են այն մասին, որ Գարեգին Բ-ն ունի որոշակի կապեր Ռուսաստանի հետ։ Գարեգին Բ-ն, չգիտեմ ինչի քննարկման առարկա է նրա ֆիզիոլոգիական կարգավիճակը, ամոթել է դրան արձագանքել։ Սակայն Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իշխանություն գալուց հետո գիտեր այս ամենի մասին, նա դրանից առաջ դեռ գիտեր եւ ռուսական կապերի մասին եւ նրա ֆիզիոլոգիական կարգավիճակի եւ այլն։ Սակայն նա եղել է լոյալ, անգամ ինքն է պաշտպանել Գարեգին Բ-ին։ Սա խոսում է այն մասին, որ այդ հիմնավորումները սին են։ Նա միշտ էլ իմացել է եւ դուրս չի եկել դրած։ Այդ դեպքում հարցը առաջանում, իսկ ինչու ինչ որ մի կետից իշխանությունները սկսեցին հալածել եկեղեցուն։ Եվ տեսնենք որ կետերն են դրա։ Եկեղեցուն թե հոգևորականին։ Ոչ, եկեղեցուն է հարվածը գնում, ոչ թե ինչ որ առանձին անհատների, որովհետեւ կրկնում եմ, անհատների մասին նրանք գիտեին միշտ։ Սա տեղի ունեցավ Թուրքիա այցելությունից առաջ եւ մանավանդ հետո։ Սա տեղի ունեցավ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հալածանքներից անմիջապես հետո եւ երկրորդ փուլը, երբ որ սկսեց Նիկոլ Փաշինյանի հալածանքներին, նույնպես հալածանքները սկսեցին Փաշիզադեի գործողությունից անմիջապես հետո։ Այսինքն մենք տեսնում ենք, որ իշխանությունները թուրք-ադրբեջանական ենթակա լինելով հարվածում են հայ առաքելական եկեղեցուն։ Ինչու է դա տեղի ունենում։ Ընդամենը վերջերս մենք երկու գործողություն տեսանք, թե ինչպես ուրեմն Կանադայի ղեկավարը հանդիպեց հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչին եւ մենք տեսանք, թե ինչպես ԱՄՆ-ի փոխնախագահը այցելելով ուրեմն Երուսաղեմում հարության տաճար նաև այցելեց հայ առաքելական եկեղեցու, այսպես ասենք, վերահսկողության կամ գտնվելու վայրը եւ հանդիպեց մեր հոգևորականներին։ Սա ցույց է տալիս, որ հայ առաքելական եկեղեցին աշխարհում հանդիսանում է շատ խոշոր գործիք չեմ ուզում ասել, շատ խոշոր բովանդակություն ունեցող կառույց, որի միջոցով մենք կարող ենք մեծ ազդեցություններ ունենալ անգամ աշխարհի ղեկավարների նկատմամբ, չէ՞ որ այնտեղ մի շարք հարցեր են քննարկվում, երբ որ հանդիպումներ են տեղի ունենում։ Սա հասկանում է նաև Թուրքիան, սա հասկանում է նաև Ադրբեջանը, եւ նրանք ամեն կերպ, իդեպ Թուրքիայի պարագայում միշտ եղել է այդ խնդիրը, միշտ դրվել է Հայաստանի իշխանությունների դեմ խնդիր հնարավորինս ճնշել հայ առաքելական եկեղեցուն, մանավանդ Սփյուռքում իր կամ արտասահմանում իր գործունեությունը։ Եվ սա է տեղի ունենում։ Շատ կարևոր բան ասացիք ազդեցության առումով եկեղեցու։ Հիմա եկեղեցին մի փոքր շեղվում ենք ընթացիկ զարգացումներից, բայց կարևոր է իմ կարծիքով, եթե ունի այդպիսի հզոր ազդեցություն
այլ երկրների, ազդեցիկ երկրների ղեկավարների կարծիքի վրա ձևավորման իմաստով, հիմա դա օգտագործվեց, այդ ներուժը պատշաճ օգտագործվեց Արցախի պատերազմի օրվանից ի վեր, շրջափակման ժամանակ։ Իսկ ինչու պատերազմից ի վեր, իսկ դրանից առաջ օգտագործվեց, ոչ, այդ ժամանակ օգտագործվեց, ոչ։ Ինչու չօգտագործվեց։ Ինչու չօգտագործվեց, որովհետև Փաշինյանը խանգարեց Գարեգին Բ-ին։ Նաև Այսինքն իշխանությունները համենայն դեպս ուրեմն չդիմեցին նման հարցով եւ եթե լիներ նման գործողություն կխանգարեն, բայց խնդիրը ինչու՞մ էր։ Արցախը հանձնում էր Ռուսաստանը։ Եվ բոլոր այդ գործողությունների հիմքում ընկած էր ռուս-թուրքական պայմանավորվածությունները։ Իսկ եկեղեցին առնվազն իր վերնախավով շատ խիստ կապեր ունի Ռուսաստանի հետ, ինչպես ամբողջ ռեժիմը։ Գարեգին Բ-ն եղել է նախկին իշխանությունների ջատագովը, սատարողը եւ անգամ իր հոտին հորդորում էր գնալ եւ այդ իշխանությանը ընտրել եւ այլն։ Այսինքն նա այդ նույն ռեժիմի, այսինքն ռուսահպատակ ռեժիմի մի մասն է եղել։ Սա է պատճառը, որ այսօր ընդհանուր արդեն զավեշտի է հասնում։ Պարլամենտում պարլամենտական փոքրամասնությունն ու մեծամասնությունը ինչ-որ զրույց են վարում եւ երկուսն էլ պնդում են, որ Հայաստանը ունի 29840 կիլոմետր։ Այսինքն երկու կողմերը վարում են այն քաղաքականությունը, որը թելադրված է Ռուսաստանից։ Խոսքը գնում է սովետական Հայաստանի մասին, Ռուսա-Հայաստանի տարածքի մասին է գնում։ Այսինքն եւ նախկինները եւ ներկաները առաջ են տանում այն հայեցակարգը, այն օրակարգը, որը դեռ 100 տարի առաջ դրել են ռուսներն ու թուրքերը մեր առաջ։ Հիշեցնեմ, որ մեր հարևանները այդ օրակարգից դուրս եկան, անգամ թուրքահպատակ Ադրբեջանը իրեն ճանաչել է առաջին հանրապետության իրավահաջորդ, Վրաստանը իրեն ճանաչել է առաջին հանրապետության իրավահաջորդ, բայց մեր եւ պարլամենտական մեծամասնությունն ու փոքրամասնությունը խոսում են սովետական, ռուսական Հայաստանի մասին։ Սա է պատճառը, որ նաեւ եկեղեցին իր ազդեցությունը չօգտագործեց եւ գաղթականների հարցով, որը արդեն նաեւ խիստ բարոյական դաշտում էր գտնվում, մարդասիրական դաշտ, բարոյական դաշտում էր գտնվում, եւ ես հիշեցնեմ, որ երբ որ հենց գաղթականների եւ ցեղասպանության ենթարկված այդ մարդկանց հարցը քննվում էր ԱՄՆ-ի կոնգրեսում, կոնգրեսականներից որոշները այսպիսի ձևակերպումներ թույլ տվեցին 120,000 քրիստոնյաներ ստիպված եղան լքել իրենց տները։ Այսինքն մենք տեսնում ենք, որ քրիստոնեայության գործոնը ինքը նաև քաղաքական գործոն է, որովհետև կոնգրեսմենը նման ձևակերպում է անում։ Եվ այո, այստեղ հարց է առաջանում, իսկ ուր էր Հայաստանի Հանրապետությունը նման քննարկումների ժամանակ, որտեղ կարող էր նաև օգտագործել հայ ժողովրդի քրիստոնյա լինելու հանգամանքը եւ ուր էր հայ առաքելական եկեղեցին։ Երկուսն էլ գտնվում էին ռուսահպատակության ներքո եւ ձենները կտրած նստած էին։ Իսկ հիմա ինչի դեմ է պայքարում Գարեգին Բ-ն կամ եկեղեցու վերնախավը, եթե Նիկոլ Փաշինյանը նախկինների հետ ձեր ասածով սինխրոն աշխատում են, համագործակցում են, շարունակում են մնալ ռուսահպատակը, ընդվզում է այդ դեպքում ինչի դեմ է։ Նախ առաջինը որտեղ ենք մենք տեսնում եկեղեցու կողմից ընդվզում։ Հայտարարությունները, որ պետք է իշխանափոխություն լինի, որ երկրին նոր իշխանություններ, նոր լուծումներ են պետք, որ այս իշխանությունը ազգակործան է, այսինքն այն թեզերը, որոնք ընդդիմությունը հայտնում է եւ այդպիսով նախ եթե մենք օրինակ Կիլիկիո կաթողիկոսը հայտարարեց, որ անհրաժեշտ են նոր քաղաքական ուժեր եւ նոր այսպես են քաղաքական էլիտա երկրի համար։ Սա ինչ է, սա բացարձակ ճշմարտություն է։ Անհրաժեշտ է, այո, անհրաժեշտ է։ Չէ, ես կաթողիկոսին նկատի ունեմ։ Կաթողիկոսի օրհնությամբ երկու Բարսաշճան հոգևորական, ընդ որում Բագրատ Գալստանյանը շարժում սկսեց։ Սա իշխանափոխության շարժում է։ Նայեք, Բագրատ Գալստանյանը դրա իրավունքը ունի եւ արել է։ Կաթողիկոսի օրհնությունը առնվազն հրապարակային մենք չենք տեսել, բայց այստեղ հարց է առաջանում, իսկ ինչի են տեղի ունենում այդ ճնշումները, թե փողոցում որոշակի մարդկանց զանգված է հավաքվում։ Իդեպ, երբ որ Բագրատ Գալստանյանը իրականացնում էր այդ գործողությունները, նախկին իշխանությունները մեծ թափով մարդ էին մատակարարում այնտեղ, լրատվամիջոցներ էին մատակարարում։ Եվ հարց է առաջանում, իսկ նախկին իշխանությունները դա ինչի են անում։ Միանշանակ է, որ քանի դեռ կա նախկին իշխանությունների շվաքը,
ապա Նիկոլ Փաշինյանը մնալու է իշխանության։ Եվ սա հասկանում են թե նախկին իշխանությունները եւ թե նրանց տերերը, ովքեր որ նստած են Ռուսաստանում։ Այդ դեպքում հարց է առաջանում, ինչի են նրանք նախկիներին հանում փողոց։ Չէ՞ որ նրանք հասկանում են, որ քանի դեռ նախկիները դուրս եկան, Նիկոլը մնալու է իշխանության։ Ուրեմն անում են հենց դրա համար։ Հենց դա եմ ասում, եկեղեցին էլ, որը նախկիներին էր պաշտպանում, ինչու է հիմա փորձում անում են հենց դրա համար, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Այսինքն եկեղեցին էլ է նույն գծի մեջ։ Ես չեմ ուզում այսպես ընդհանուր ասել եկեղեցին որպես կառույց, համենայն դեպս իր առաջնորդը բոլորս շատ լավ գիտենք, որ խիստ կապեր ունի Ռուսաստանի հետ եւ կրկնում եմ, սա Նիկոլ Փաշինյանը նոր չի իմացել, միշտ էլ իմացել է։ Եվ այս լծակներով Ռուսաստանը փողոցում հավաքում է ինչ-որ զանգված, որը միանշանակ որևիցե ռեալ գործողություն չի անելու, բայց այդ զանգվածի արկայությունը բերում է նրան, որ հանրությունը տեսնելով նախկիններին ստիպված իր ձայնը տալու է ներկաներին։ Այսինքն, քանի դեռ նախկինները երևում են, ներկաները մնալու են իշխանության, այն պարագայում, որ նրանք երկուսն էլ նույն բանն են ասում։ Նորից կրկնեմ, ազգային ժողովում նստած երկու կողմերը իրար հետ իբրև թե բանավիճում են, բայց երկուսն էլ ասում են, որ Հայաստանը 20840 կիլոմետր է, այսինքն Ռուսա-Հայաստանն է։ Սա կագեբեական այսպես երկկողմանի խաղ է։ Սա նաև անվանում են լավ եւ վատ ոստիկանների խաղ, երբ որ վատ ոստիկանին ցույց են տալիս եւ ասենք հարցաքննողը սկսում է պատասխանել, կներեք, վատ ոստիկանին ցույց են տալիս եւ հարցաքննողը սկսում է պատասխանել լավ ոստիկանի հարցերին։ Հիմա ռուսները նույն բանն են անում։ Նախկիններին ցույց են տալիս, որովհետեւ հայ ժողովուրդը ստիպված իր ձայնը տա Նիկոլ Փաշինյանին։ Պարոն Սաֆարյան, ինչու եկեղեցին ներսում բարեփոխումների չի գնում, ինչու չեն վերանայում իրենց վարքագիծը հոգևորականները։ Իսկ ինչու պիտի գնային, 30 տարի էլ չեն գնացել, իրենց համար դա շատ լավ է։ Այստեղ պիտի դրվեն խնդիրներ։ Նախ եւ առաջ հանրության, բայց երբ որ մենք կունենանք ազգային պետություն, նաեւ պետության կողմից ոչ այսպիսի կլոունադաներով, որտեղ պետությունը ուղիղ կերպով միջամտում է եկեղեցու գործերին եւ եկեղեցին դարձնում է քաղաքական գործընթացների մի մաս։ Երկրի վարչապետ կոչեցյալը կազմակերպում է եւ իր կուսակիցների միջոցով կազմակերպում է արշավ դեպի Հովանավանք։ Սա բացառապես քաղաքական գործընթաց էր եւ որևիցե կապ չուներ հոգեվոր դաշտի հետ եւ սա այս ամենը չանթույլատրելի։ Բայց երբ որ մենք կունենանք ազգային իշխանություն մեր երկրում, եւ այդ իշխանությունը եկեղեցու հետ համագործակցելով պիտի բարձրացնի այս հարցերը, որ այն գործընթացները, որոնք 30 տարի գնացել են հայ առաքելական եկեղեցում, թույլատրելի չեն։ Բայց նորից եմ կրկնում, այդ նուրբ սահմանը, որը այդտեղ կա, որ իշխանությունը իրավասու չէ մտնել եկեղեցու գործերի մեջ, այս սահմանը պիտի պահպանվի։ Շատերը կարծում են, որ դա հնարավոր չէ, դա հնարավոր է։ Ուղղակի պետք է ունենալ համապատասխան քաղաքական գիտելիքներ, պետք է ունենալ կառավարման համապատասխան գիտելիքներ, եւ ամենակարևորը իրավական համապատասխան գիտելիքներ։ Երբ որ մարդուն եկեղեցուց բերանը փակելով դուրս են բերում, սա նրան խոշտանգման եւ նրա խոսքի ազատության կոպտագույն խախտում է։ Եթե մենք իրավական դաշտում ենք նայում, եւ սրա մեկնաբանությունները իշխանական կամ պրոիշխանական դաշտից մենք լսում ենք, որ դա սադրանք էր, մենք սադրանքը կանխեցինք եւ այլն, սա անհեթեթություն է, սա իրավական մոտեցում չէ։ Ակնհայտորեն ոտնահարվել է մարդու ազատ արտահայտման իրավունքը, որը մենք տեսնում ենք ամենատոտալիտար երկրներում, որտեղ ընդդիմացողի բերանը փակելով նրան բերման են ենթարկվում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը։
$2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Ինչ պետք է անեին, թողնեին, որ այդ մարդ անընդհատ բղավեր։ Նայեք, ինչ պետք է անեն պետական աշխատողները։ Նախ ուրեմն վարչապետի անվտանգությունը ապահովող մարդիկ իրավասու են գործողություն կատարելու բացառապես այն դեպքերում, երբ որ կա վարչապետի կյանքին կամ առողջությանը վտանգ։ Դիցուկ, եթե ինչ-որ մի մարդ։ Դա հասկանալի է։ Չէ, կներեք, սա շատ կարևոր է ով է գործողություն կատարել, որը դրա լիազորություն չուներ։ Եթե մի մարդ դիցուկ գնա կանգնի վարչապետից անվտանգ հեռավորության վրա եւ ամենավերջին հայհոյանքները հնչեցնի վարչապետի նկատմամբ, նրա անվտանգության աշխատողները իրավունք չունեն միջամտելու։ Իսկ այստեղ անվտանգության աշխատողները բռնի ուժի կիրառմամբ եւ մարդու բերանը փակելու գործողությամբ նրան դուրս հանեցին։ Իսկ ինչ պետք է անել, լիազորված անձինք, դրանք ոստիկանությունն են, այլ ոչ թե վարչապետի անվտանգությունը, պիտի մոտենային շատ հանգիստ, նրան ասեին, որ ձեր գործողությունները չի բխում այստեղ գտնվող անվտանգության կանոններից եւ խնդրում ենք դուրս եկեք։ Եթե դուրս չգար, ապա շատ հանգիստ կարող են մտնել նրա թևերը 2-3 հոգով, շատ հանգիստ մարդուն դուրս բերել այդտեղից, այլ ոչ թե բռնությամբ եւ ամենակարևորը բերանը փակելով։ Դա անթույլատրելի է։ Էմոցիոնալ պահել այդտեղ կա եւ հասկանալի է, որ կարող է նաեւ այդպիսի դրսեւորում լինել։ Ես չեմ արդարացնում, պարզապես ես փորձում եմ հասկանալ։ Էմոցիոնալ պահ անվտանգության աշխատակիցների կողմից, ովքեր որ եւ քաղաքացիների եւ հավաքվածների եւ անվտանգության աշխատակիցների մի խոսքով կատարել է վարչապետի անվտանգության աշխատակիցները, նրանք իրավունք չունեն ունենալ էմոցիաներ, այն էլ նման պարզոնակ իրավիճակում, չէ՞։ Շատ լավ։ Պարոն Սաֆարյան, որպես քաղաքացի, ձեզ անհանգստացնում է մեր որոշ հոգեվորականների վարքագիծը, տեսանյութ է ի վերջո հրապարակվել, հիմա չենք անդրադառնում որքանով է օրինական հրապարակումը, որ կողմն է հրապարակել, դրա շուրջ էլ տարբեր վարկածներ են շրջանառվում։ Դուք երբ որ նայում եք որպես քաղաքացի, դա նորմալ է, ինչ եք կարծում։ Նայեք, նախ անձը որպես քաղաքացի հայ առաքելական եկեղեցու նկատմամբ դիրքորոշում ունենալ չի կարող։ Դա կարող է հայ առաքելական եկեղեցու հետևորդ ունենալ, կամ կարող է ունենալ դիրքորոշում, բայց կողքից, այդ հետևորդ չէ։ Ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ ոչ միայն այսօր, այլ միշտ ունեցել եմ մտահոգություններ մեր բազմաթիվ հոգևորականների վարքագծի վերաբերյալ ամենատարբեր տեղերում։ Մեր կենցաղում, հարսանիքների կամ թաղումների ժամանակ մենք անդադ շփվում ենք մեր հոգևորականների հետ եւ այո բազմաթիվ դեպքերում այդ վարքագծի կանոնները համենայն դեպս գոհացուցիչ չեն եւ չեն բխում մեր եկեղեցու կանոնակարգից։ Ինչ վերաբերվում է տեսագրությանը, նախ ասենք, որ
այն մարդուն վերագրվում է տեսագրությունը, հայտարարեց, որ այն չի անպատասխանում իրականությանը եւ նա բովանդակությունը ասաց ասաց որոշ կադրեր իհարկե այդ տնից վերցված է, բայց այն բովանդակությունը, որ այդ կադրերի մեջ դրված է, չի անպատասխան, ինքը ձևակերպեց դա հերհյուրանք է։ Չեմ քննարկում ընդհանրապես այնտեղ ինչ է նկարահանված, ինչ նկարահանված չի, մարդու անձնական կյանքը անձեռնամխելի է։ Եթե մենք ոտնահարում ենք մարդու անձնական կյանքի անձեռնամխելիության իրավունքը, մենք ունենում ենք Օրուելի 1984, որտեղ Օրուելը շատ հստակ ձևակերպեց, որ տոտալիտար համակարգերում մարդը չունի անձնական կյանք եւ որևիցե պարագայում նրա ննջասենյակում կարող է տեղադրված լինել տեսախցիկ։ Այստեղ է խնդիրը, որ միանշանակ սա պետության կողմից կատարված գործողություն է, որովհետև հիշեցնեմ, որ նմանատիպ բովանդակություն ունեցող հրապարակում վարչապետն էր արել, քերոտ կնոջը գնա եւ ինչ-որ մի ձևակերպում, ակնհայտորեն մենք տեսնում ենք, որ KGB-ն, ՊԱԿ-ը մտնում է մարդկանց անձնական կյանք եւ հերիք չի այդ անձնական կյանքը այնտեղ նկարահանում է։ Ես չեմ պնդում, որ տվյալ դեպքում դա է եղել։ Նաև հղում կատարելով տվյալ հոգևորականին ասաց այո կադրեր վերցրել են, հետո այդ կադրերի վրա երևի թե արհեստական բանականության միջոցներով ինչ որ բան են սարքել։ Չեմ էլ քննարկում սարքել են, չեն սարքել, ճիշտ է, սխալ է, մտել են մարդու անձնական կյանք եւ հրապարակել են։ Սա տոտալիտարիզմի էլեմենտներ պարունակող գործողություն է եւ տոտալիտար գործողությունների քանակը գնալով մեր երկրում շատանում է։ Շատ լավ, պարոն Սաֆարյան, ամփոփենք Ալիևի որոշումով հայտարարությունով, որ Հայաստանի համար այդ տարանցման արգելքը հանվում է Հայաստան բեռների համար։ Ինչու է Ալիևը գնում այսպիսի որոշում։ Մի ոչ եթերային ձևակերպում պիտի անեմ, մեզ թուրքերը շատ լավ սովորել են կուտ տալ։ Հիշեցնեմ, որ երբ որ Համիդի դեմ երիտթուրքերը սկսեցին պայքարել, հայերը միացան երիտթուրքերին, հետագայում երիտթուրքական պարլամենտում հայերը ունեին 12 պատգամավոր։ Եվ երբ որ գնացին Անդրանիկին ասեցին, որ դու կարող ես պատգամավոր լինել, նա քմծիծաղ տվեց եւ ասեց դուք ոնց եք պատկերացնում ինձ թուրքական պարլամենտի պատգամավոր։ Ինչի արդյունքում Անդրանիկը կենթանի մնաց, իսկ Զոհրաբը, որ Թայլաթի հետ նարդի էր խաղում, սպանվեց։ Ինչու։ Որովհետև թուրքական այդ գործողությունները, համես պարլամենտում տեղ տալ եւ իբրև թե էթնիկ փոքրամասնությունների իրավունքներից խոսել, դա ձևականություն էր։ Որ շատ կարճ ժամանակ անց հենց երիտթուրքերը սկսեցին հայոց ցեղասպանության շատ ավելի մեծ լայն մասշտաբներով, քան անում էր դա Համիդը։ Այսօր ինչ են անում նրանք։ Նրանք գործողություններ են կատարում, որով փորձում են խաղաթուղթ տալ իրենց ներկայացուցիչներին Հայաստանում, այսինքն արկա իշխանություններին եւ Նիկոլ Փաշինյանին, որ նա կարողանա ընտրություններում հաղթել։ Ասելով, որ տեսեք եկել է խաղաղությունը, տեսեք մեզ համար ճանապարհներ են բացում, հա եւ ինչի համար ինձ ձայն տվեք, որովհետեւ ես խաղաղություն եմ բերում։ Այն բանից հետո, երբ որ նրա իշխանությունը կամրապնդվի, արդեն եւ նրա միջոցով եւ արտաքին ճնշման արդյունքում թուրքերը նորից կհասնեն այն ամենին, ինչին իրենք ուզում են։ Հերթական անգամ մեզ կուտ են տալիս։ Եվ իշխանության ներկայացուցիչները ամենայն լրջությամբ հայտարարում են, իսկ լավ է արդյոք հարց են բարձրացնում, որ Ադրբեջանի տարածքով ցորեն է գալիս Հայաստան։ Թշնամու տարածքով հաց բերելը կարող է ընդհանրապես որևիցե մի ֆորմատում լավ համարվել։ Ամենայն դեպս ես այդպիսի ֆորմատ չեմ պատկերացնում, որ դա կարող է համարվել լավ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում է ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Գևորգ Սաֆարյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։